Լատակյայի մեջ այսօր քաղաքի կենտրոնական մասերում մեջ վիճակը համեմատաբար ավելի գայուն է, սակայն մարդիկ դակավին զսկուշավոր են դուրս չեն ելներ, շատ կարևոր բարականերում միակ դուրս կելեն։ Դեղացիները Լատակյու հայերը կփոխանցեն, թե այսօր քաղաքի կենտրոնական մասերում մեջ իրենց տաղմասերում մեջ անմիջական գրագոցներու ցայներ չկան, բայց շրջագայքը կլսվի մերթ ընդմերթ։ Այսօր եւ երեք արդեն ապահովական ուժեր քաղաքի հիմնական տաղամասերում մեջ են, անցորդները կխուզարկեն, մեքենաները կխուզարկեն, որբեսի ավելի վտանգավոր դեպքեր առաջիկային չկրկնվին, չպատահին եւ այլն։ Դպրոցները կմնան փակ դակավին, այսօր գրթության նախարարությունը որոշում անած էր, որ հավանաբար մինչև շաբաթավերջ փակ մնան Լատակիո Տարտուսի դպրոցները։ Հայ համայնքն ալ հավանաբար իր հայկական դպրոցը չբացվի ապահովական նկատառումներով։ Քաղաքի մեջ տնտեսական լուրջ տագնապ կա, որովհետև մարդիկ չեն աշխատիր, քանի օր է իվեր արդեն էլեկտրականություն չկա, ջուրը մերթ կանչատվի, տնտեսական լուրջ տագնապ կա հայ համայնքեն ներսալ։ Այս է գացությունը։ Գորուստները, ասենք մարդկային գորուստներ միան երկու գորուստ ունեցանք, երկու հոգի, որոնք դեպի Լատակիա գուկային եւ ջամփու վրա այդ փախումնային վտանգավոր այդ գացության մեջ սպանովեցան, այդ երկուքեն զատ վիրավորներ կամ զոհեր չենք ունեցած։ Տնտեսական վիճակն են ինչպես որսի դժվար գացության մեջ է համայնքի զավակները, տնտեսական վիճակ իրենց վատ է, չեն աշխատիր եւ երթևեկությունը նույնիսկ դժվար է, գարկ մթեղորակի դակնապ գլա երբեմն քաղաքի մեջ, ասկային ասին եկեղեցու թագանությունը գճանա ժողովրդին անհրաժեշտ կարիքները հոգալ մասամբ հասցնել մասամբ գարկ օգնություններ կամ դեղեցություններ փոխանցել, զսկուշություն հորդորել եւ այլն։ Կարելի եղածին չափ քիչ դուրս գալ հորդորել, որովհետեւ դակավին մտահոգություն կա եւ եղած դեպքերու մտավախությունը շատ մեծ է, որ ապահովական առումով անոր համար դակավին ժողովրդի մտավախություն կա, թեր բնակարաններեն դուրս գալու այդ համարձակությունը չեն ունենա, շատ քիչ կարևոր բարականերու միան գիչնեն։ Ինչ կվերապերի թիրախին, այո, թիրախը ալևիները եղած են եւ ինչպես որ տեսանք հասարակական ցանցերու վրա փախող երկու կողմերու միջև զոհերուն կողքի խաղաղ բնակչության վրա ուղղակի հարձակումներ եղած են գարկ օրինազանց զինյալներու կողմէ։ Երեք Սուրյունախագահը հարաճածուց անգախ մարմինը, որ պիտի հետապնդի այս օրինազանց զինյալները, երկրի մեջ գործող այս օրինազանց զինյալները, որոնք քաղաքացիներու խաղաղ քաղաքացիները սպանեցին ուղղակի, գնահատեսվի, որ այս մարմինը կործակցի նաև գազམ་ակերպություններու անհատներու հետ իրազեկ դառնալու համար եղածի դարողության, եղած մարդկային գորուստներու եւ աղետի դարողության եւ համապատասխան դատական մարմիններու հանձնվի, այսպես խոստումներ կան։ Ինչ կվերապերի Լատակիո հայերու պաշտպանության, Լատակիո հայերը, այսինքն իրենք կչանան կարելի եղածին չափ քիչ բնակարաններ են դուրս ելնել, զսկուշավոր լալ, այսինքն նույնիսկ դպրոցը փակ է դակավին, կսպասեմ մինչև գացությունը նման հանդարտի, եկեղեցական արարողություններ չեն լար, մինչև որպես ժողովուրդը դուրս չգա եւ մինչև որ ապահովությունը վերջնականապես չհաստատվի, չեն դուրս գար, այսինքն մարդիկ զսկուշ են շատ։ Այս է գացությունը Լատակիո հայության եւ հայերը դարածված են քաղաքի դարբեր շրջաններում մեջ, այնպես չէ որ մեկ շրջանի մեկ տղամասի մեջ են, այնպես որ զսկուշավորությամբ կհետևին իրական իրադարձություններուն։